Ինչ է մեզ պետք, որպեսզի կատարենք այն գործողությունները, որը ամեն օր պլանավորում ենք, սակայն չենք կատարում։ Պետք է կայացնել որոշում։ Այս թեմայի շուրջ եկեք այսօր խոսենք։ Եվ այսպես, որոշում կայացնել, հմտություն, որի վրա շատ քչերն են ուշադրություն դարձնում։ Ինձ ուղղված հարցերի մեջ գերակշռում են մոտիվացիան, ծուլությունը, նպատակները, պլանավորումը, սակայն ինչպես որոշում կայացնել, շատ քչերին է հետաքրքրում, որովհետև շատ քչերն են գիտակցում, որ չկատարված գործողությունները, չիրագործված պլանավորումները եւ այլ կիսատ մնացած աշխատանքները հիմնականում պատճառ են որոշում չկայացնելու։ Որոշում կայացնելու հմտությունը հիմնականում ձևավորվում է մանկուց ծնողների կողմից դաստիարակության միջոցով։ Օրինակ, երբ որ երեխային մենք հնարավորություն չենք տալիս ընտրություն կատարել կամ որոշում կայացնել ինքնուրույն, այդ ժամանակ դրա մոտ արդեն ձևավորվում է, որ իր փոխարեն որոշում կայացնելու են ուրիշները, ինչը խանգարում է հետագա կյանքում տարբեր բնույթի որոշում կայացնելու ժամանակ։ Ծնողները իհարկե ունեն արդարացում, որ իրենք շատ ավելի լավ գիտեն, թե որն է իրենց երեխայի համար լավ եւ որը վատ։ Սակայն հենց փոքր տարիքից, երբ որ մենք երեխային առաջարկում ենք տարբերակներ եւ տալիս հնարավորություն, որպեսզի նա որոշում կայացնի ինքնուրույն, գալիս ես ինձ հետ թե ոչ, ցանկանում ես սա կատարել թե ոչ, եւ փորձենք, որպեսզի նրա մոտ ձևավորվի հենց որոշում կայացնելու հմտությունը։ Հիմա եկեք հասկանանք, եթե կա գործողություն, որը մեզ համար շատ անհրաժեշտ է, արդյունքը մեզ համար շատ կարեւոր, ինչպես կարող ենք որոշում կայացնել եւ սկսել գործել, եթե այդ հմտությունը այդքան էլ զարգացած չէ մեր մոտ։ Պետք է հասկանալ, որ գործողություն կատարելու համար մենք ունենք երկու մոտիվացիա՝ ցավից խուսափելու եւ հաճույքի ձգտելու։ Եվ ուրեմն այս մոտիվացիաները պետք է մեր մոտ ավելի մեծացնենք, որպեսզի կարողանանք ավելի շատ էներգիա ունենանք գործել սկսելու համար։ Հիմա ուսումնասիրենք մի տարբերակ, երբ որ կա որոշակի գործողություն, որը մենք պետք է կատարենք եւ անհրաժեշտ է, որ մենք կայացնենք որոշում այդ գործողությունը կատարելու համար։ Ինչ պետք է կատարենք։ Պետք է ընդգծենք այն դրական կողմը, դրական հետևանքը, որը կունենանք այս գործողությունը կատարելու արդյունքում։ Օրինակ, կարող ենք դիտարկել սպորտով զբաղվելը, երբ որ ես սկսեմ սպորտով զբաղվել, կունենամ լավ կազմվածք, բարետես արտաքին, առողջություն, էներգիա եւ այլ դրական հետևանքները։ Կարող ենք նաեւ ներքևում գրել այն բացասական արդյունքները, որոնք մենք կունենանք, եթե չգործենք, եթե չկատարենք այդ գործողությունը, օրինակ եթե չսկսենք մարզվել։ Ինչ բացասական հետևանք կունենանք։ Կունենանք քիչ էներգիա, ավելորդ քաշ, հնարավոր է առողջության հետ խնդիրներ եւ այլն եւ այլն։ Արդեն պարզ է, որ կախված գործողության տեսակից տարբեր է լինելու դրական հետևանքները կատարելու դեպքում եւ չկատարելու դեպքում բացասական արդյունքները։ Այստեղ մենք ուրեմն դրական հետևանքները նշելով ստեղծում ենք հաճույք, որը մենք ունենանք գործողությունը կատարելու հետևանքով, այսինքն մենք ստեղծում ենք մոտիվացիա, որը ձգտում է դեպի հաճույքի եւ բացասական արդյունքներն ենք ընդգծում, որը մենք կունենանք, եթե չկատարենք այդ գործողությունը։ Այստեղ էլ արդեն ցավից խուսափելու մոտիվացիան է մեր մոտ ակտիվանում։ Ինչու ենք ստեղծում ցավ եւ շատերը կասեն արհեստականորեն ենք մենք ստեղծում այդ ցավը, որից պետք է խուսափենք, որովհետեւ քանի դեռ չկա ներքին դիսկոմֆորտ, քանի դեռ չկա այդ ցավը, դժվար է որոշում կայացնելը շատերի համար, որովհետեւ շատ քչերն են, որ միայն հաճույքի ձգտելու համար պատրաստ են կատարել որոշակի գործողություններ եւ կտրուկ քայլեր։ Ուրեմն գիտակցեք, որ ձեր կյանքում կտրուկ փոփոխություն կատարելու համար ձեզ պակասում է միայն մեկ բան՝ կայացնել որոշում։ Վերցրեք փոքրիկ տետրակ եւ դրա վրա գրեք որոշումների տետր եւ նրա մեջ գրեք այն որոշումները, որը դուք կայացնեք օրվա ընթացքում։ Ինչ որ սխալներ, որ կատարում եք, անպայման որոշում կայացրեք, որ այսուհետ այդ գործողությունը կատարելու եք այլ կերպ։ Եվ այդ որոշումներ կայացնելը կանդրադառնա ձեր կյանքի հետագա որակի վրա։ Այնպես որ, եթե որոշում եք ցանկանում կայացնել, անպայման հաշվի առեք, թե ինչ արդյունքներ կունենաք այդ գործողությունները կատարելու արդյունքում եւ ինչ հետևանք կունենաք, եթե այդ գործողությունները չկատարեք, ինչ բացասական հետևանք կունենաք։ Եվ որոշում կայացնելը շատ ավելի հեշտ կլինի։
Եթե օգտակար էր վիդեոն, կարող եք հավանել այն եւ կիսվել ընկերների հետ, իսկ մեկնաբանություններում առաջարկեք թեմաներ, որոնց շուրջ կցանկանաք, որ ես խոսեմ հետագայում։